Ինքնահռչակ վարչապետը 2020 թվականին պատերազմի հաջորդ օրը Ազգային ժողովի բարձր ամբիոնից կոկորդը ճղելով գոռում էր ու վստահեցնում, որ հայ ազգը այս անգամ թույլ չի տա, որ մի միլիմետր մեր հայրենի հողից կորի, որ հայ ազգը այն ազգն է, որ երբեք այլևս ծնկի չի գա ու համոզում էր ամբողջ Ազգային ժողովին, համոզում ամբողջ հայ ազգին, որ մենք դուրս ենք եկել սրբազան պատերազմի, որ մենք պարտավոր ենք միանշանակ այս պատերազմը հաղթելու, քանի որ դա միակ հնարավոր տարբերակն է 21-րդ դարում արժանապատիվ ապրելու ու տխրահռչակ անձը ամեն գնով փորձում էր իր բարբաջանքը փաթաթել ամբողջ միազգի վզին, համոզելով, որ մենք հաղթելու ենք, որ մենք իրավունք չունենք ուղղակի պարտվելու, նա կոչ էր անում ամբողջ արժանապատիվ հայությանը համախմբվելու, բայց իր կոչի տակ ինքը միայն գիտեր հենց այդ ժամանակ կամ քչերն էին հասկանում, որ նա ամբողջ մի սերունդ ուղարկում է ուղղակի սպանդի ու տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ։ Հաջորդիվ, եթե մենք թերթենք նրա արած հայտարարությունները, նա կամաց ոչ միայն հրաժարվեց պատասխանատվությունից, ոչ միայն չի ուզում կրի պատասխանատվություն, որ այդ ամենի մեղավորը ինքն է, նա փաթաթում է իր մեղավորությունը ազգի, հասարակության ու արժանապատիվ մարդկանց վզին։ Նա ոչ մի վայրկյան չի ամաչել ու չի ամաչելու։ Նա իր խոսքում ամեն օր կրկնում է ժողովուրդ բառը։ Նա փայլուն հասկանում է, որ ժողովուրդը որպես այդպիսին ոչինչ չնշանակող բառ է, բայց նա հմտորեն ժողովուրդ գոռալով ամեն օր իր պատասխանատվությունը գցում է ինչ-որ ժողովրդի վրա, որ այդ ժողովրդին անհնար է ուղղակի փնտրել ու ինչ-որտեղ գտնել։ Գոյություն չունի նման բան ու նա դրանով ազատվում է այդ մեղքից ու պատասխանատվությունը, կրկնում եմ, դնում է արժանապատիվ մարդկանց վրա։ Նա ոչ միայն հրաժարվում է պատասխանատվությունից, ոչ միայն խուսափում է, նա ոչ միայն ներողություն չի խնդրում ու չի պատրաստվում կրել պատասխանատվություն, այլ նա լավագույնս փորձում է ու առաջ է տանում մի թեզ, որ Արցախը որպես այդպիսի գոյություն չի ունեցել, դա հայկական չի եղել, Արցախում հայեր չեն ապրել, Արցախի հրաժարումից ու սպանդից հետո Արցախից բռնի տեղահանված բնակչությունը, երբ որ տեղափոխվեց Հայաստան ու դառավ փախստական, հիմա նա շարունակում է մեկ այլ ուրիշ թեզ, որ Հայաստանի Հանրապետությունում երբևէ մեծ թվով հայեր չեն ապրել, երբ այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություն, նրանք կազմակերպեցին վերջին տարիներին ներգաղթ, Հայաստան եկան մեծ թվով օտարազգիներ, դրանք մեծամասամբ հնդիկներ են կամ պարսիկներ, մեր հասարակության աչքը սովորեցնելու, որ կարելի է նաև ապրել այլ ազգիների հետ, նրանք հետևողականորեն այդ թիվը շատացնում են, նրանք մի նպատակ են հետապնդում, իրենց արտասանած միտքը, որ Հայաստանի տարածքում երբևէ թվով մեծ քանակի հայեր չեն ապրել, այդ թեզը իրականություն դարձնելու համար, ու եթե մենք չլինենք հետևողական, եթե մենք չկարողանանք անել ընտրություն, դա մի օր իրականություն է դառնալու ու այդ օրը հեռու չէ, մոտ ապագայում
Հայաստանում իրապես ապրելու են թվով ավելի մեծ օտարազգիներ ու նրանք դա ցույց են տալու ու ասեն, տեսեք, որ միշտ սենց է եղել։ Մենք մի ճանապարհ ունենք այսօր։ Հունիսի 7-ին մերժելու չարիքին, այլ ճանապարհ այլևս գոյություն չունի։ Սա վերջնակետն է։ Դրանից հետո իհարկե կա կյանք, բայց այն կյանքը, որը որ մեզ հրամցնում են, այն որ բռնաբարում է ուղղակի մեր բանականությունը, երբ որ մեզ փորձում են համոզել, որ մենք սխալվել ենք, որ մենք որպես ազգ, որպես պետություն գոյություն չենք ունեցել, որ մենք իրավունք չունենք արժանապատիվ ապրելու մեր հայրենիքում։ Ընտրությունը մերն է։ Ունենք մենք հնարավորություն մերժելու չարիքին, թե չէ, սա է հարցը։ Սրանից են կողմ այլ ճանապարհ չկա ուղղակի։ Այլապես մենք մեր հայրենիքում, մեր պետության մեջ լինելու ենք փոքրամասնություն, մենք դադարելու ենք խոսել հայերեն, մենք հրաժարվելու ենք ուղղակի մեր մշակույթից ու մեր պատմությունից։ Հաջորդ սերունդն արդեն միանշանակ գաղափար անգամ չի ունենա, թե ինչ բան է ընդհանրապես հայկական մշակույթը, հայկականությունը, հայ ազգը որպես այդպիսին, դա սրբագրելու են ու մենք մնալու ենք պատմության էջերում ուղղակի փոքրամասնություն կամ ուղղակի դադարելու ենք գոյություն ունենալու, գուցեև ոչ էլ հիշատակեն մեզ։